Բարին հայերին, ուրախ եմ, որ ստեղ եք, հարմարվեք խնդրեմ, որովհետև այսօր ուզում եմ ձեր հետ կիսվեմ նպատակ դնելու, բայց ամենակարևորը նպատակի գիտակցման մասին կիսվեմ ձեր հետ ու ուզում եմ սկսեմ մի հատ պատմությունից, որը իմ կյանքից է ու ամենաշատը վերաբերվում է մեր հայ երիտասարդությանը, ոչ միայն կարող է քիչ երկար թվա, բայց այս նրբությունը իմանալու համար ինձ արժեցել է 25 տարի, դրա համար լավ կլինի, որ ձեր ժամանակից տրամադրեք նպատակի գիտակցումը հասկանալու համար ու կյանքում շատ պետք կգա ձեզ։ Ուրեմն կյանքումս շատ տարբեր գործերի մեջ եմ եղել, ոչ մի անգամ չեմ աշխատել ոչ մեկի համար մասնավոր կամ պետական ու միշտ նենց էր պատահում, որ ես հասնում էի գագաթնակետին ու միանգամից փլուզվում էր ամեն ինչը։ Ասենք օրինակ զբաղվում էի առևտրով ու ունեի 2 տասնյակ բրենդային, համաշխարհային բրենդային ապրանքների խանութներ, մյուսը զբաղվում էի տենց զվարճանքի կենտրոնով, դիսկոտեկայով, ամենաճոխ ու հարգանք վայելող հատ միջավայր էր ստեղծվել, որտեղ իրենց հանգիստն էին անցկացնում ամենատարբեր մակդոնալդների ցանցերից, Ikea խանութների ցանցերից, թե հարկայինից, թե ոստիկանությունը ամբողջ, թե բանկերի ցանցերը, թե ինչ-որ գործարարներ, թե մեր ամբողջ հայությունը, որը իրան ամենալավն էր եւ զգում այս պետությունը, որտեղ որ ես բնակվում եմ երկար տարիներ ու դրա հետ նույնը պատահեց, հետո զբաղվում էի շինարարությունով, որ կյանքումս ինչ ճանաչողները գիտեն, որ մի հատ մեխած չկայի, ընթացքում ունեի տասնյակ, հետո հարյուրավոր բանվոր վարպետներ ու նորից նույնը պատահեց ու դրա համար ուզում եմ կիսվեմ այս գիտելիքով նպատակի գիտակցման վերաբերյալ, որպեսզի մեր ջահելությունը, երիտասարդությունը օգտվի ու ուղղակի ժամանակ չկորցնի։ Հայր ջան, չգիտեմ, սրանից հետո էլի կարամ ձեր հետ շփվեմ, բայց հույս ունեմ, որովհետև հիմա էլ որ տարիների ընթացքում քանի տարի է ես գտնվում եմ տենց մի քիչ ճիշտ ասած հոգեբանական ճնշման տակ, ստրեսի մեջ եմ 24 ժամյա վիճակով, բայց կարում եմ դիմակայել ու հիմա հնարավորություն կա մոտ օրերս, որ այդ ճնշումից ազատվեմ ու ավելի կբացվեմ, ավելի շատ բաների վերաբերյալ ձեր հետ կիսվեմ ու ավելի ազատ կշփվենք։
Հիմա մի քիչ պատմեմ ձեզ գիտակցման այդ նպատակի գիտակցման մասին։ Այսինքն ինչպես լավ շարժվենք դեպի այս գիտակցությունը։ Փաստը այն է, որ կարելի ասել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր իմաստը եւ ոչ բոլորն են պարզապես գիտակցում դա։ Տեսեք, որն է այստեղ ամբողջ իմաստը։ Մարդը ունի երկու կիսագունդ, անգիտակից, եւ որոշ մարդիկ գիտակցում են իրենց նպատակը, իսկ որոշները այս կյանքում շարժվում են ինտուիտիվ, իսկ որոշները ընդհանրապես չեն հետաքրքրվում այս հարցով։ Ու հիմա մենք դա պարզելու ենք։ Եվ ինչու ավելի լավ կլինի հասկանալ այս նպատակը, թե ընդհանուր առմամբ ինչ է։ Ու թույլ տվեք արագ հարցնել ձեզ, ինչ եք կարծում, արդյոք յուրաքանչյուր մարդ ունի իր նպատակը, կամ գուցե այս նպատակը տրված է միայն ընտրյալների համար։ Ոմանք կարծում են, որ սա պետք է թույլատրվի ինչ-որ մեկին։ Բայց եւ այնպես կարելի ասել, որ նպատակը շատ սուբյեկտիվ բան է։ Այսինքն, եթե դուք հավատում եք, որ ունեք նպատակ, կլինի նաեւ անալոգ դրա։ Եվ եթե դուք չեք հավատում, որ այն ունեք, ապա այն պարզապես գոյություն չի ունենա։ Քանի որ ոչ փիլիսոփայությունը, ոչ կրոնը, ոչ հոգեբանությունը իրականում չեն կարող նույնականացնել մեկ այդպիսի նպատակ։ Այսինքն մենք չենք կարող ասել օրինակ թե ինչու պետք է ապրենք հատուկ սրա համար։ Այսինքն հետևաբար պարզվում է, որ բոլորը սա որոշում են իրենց համար։ Ես ունեմ այս նպատակը, եւ այն մեկը ունի ուրիշ նպատակ։ Եվ ինչպիսին է այն։ Դա արդեն երբ ունենում ենք նպատակ, արդեն գործի կեսն է։ Այսինքն ենթադրենք, որ դուք ինքներդ ձեզ ասել եք, այո, ես ունեմ այս նպատակը եւ ես պետք է ունենամ այն, բայց դուք դեռ չեք գիտակցում դա։ Հավատում եք, որ այն գոյություն ունի, որ այն պետք է գոյություն ունենա, բայց դեռ լիովին չեք գիտակցում դա։ Եվ մենք հենց հիմա մի հատ տեխնիկայի մասին կխոսանք, որը հիմնված է այսպես կոչված գեներատիվ մարզչական աշխատանքի վրա։ Այսինքն սա գեներատիվ ստեղծագործական մարզչություն է, որտեղ մենք կխոսանք այն մասին, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ գրում իր կյանքի սցենարը ու կերտում է իր ճակատագիրը։ Ընդհանուր առմամբ, եթե խոսենք մարզչական աշխատանքի մասին, ապա դա հոգեբանական բնույթի առարկա է, որը թույլ է տալիս սահմանել ձեր կյանքի ուղին, սահմանելով երկարաժամկետ, միջնաժամկետ եւ կարճաժամկետ նպատակներ։ Քանի որ եթե նայենք այս կամ այն մարդու ուղուն, այն բաղկացած կլինի որոշակի նպատակներից։ Բայց հիմա նայեք, արդեն սա ուրիշ պատմություն է։ Եվ հիմա եթե մարդը նպատակներ չի դնում, ապա համապատասխանաբար նա չի գրում, կարծես ապրում է իր սեփական սցենարով։ Ռեակտիվ, այսինքն նա ապրում է արձագանքելով այն ամենին, ինչը իրեն տալիս է ներկա օրը։ Կամ օրինակ հիշում է, թե ինչպես է ապրել անցյալում։ Եվ սա նրան ինչ-որտեղ առաջ է տանում, բայց առանց որևէ հատուկ նպատակի։ Արդյունավետ կամ ավելի արդյունավետ լավ կլինի, եթե հաշվի առնենք մեր ժամանակի այս երեք մասերը՝ անցյալը, ներկան ու ապագան։ Այսինքն անցյալում դա մի տեսակ փորձառություն է, ու մենք ապրում ենք ներկայով։ Դե ահա ֆիզիկական է հիմա։ Եվ ապագան է, որը մեզ սպասում է։ Եվ սրանք են մեր նպատակները։ Համապատասխանաբար մենք որոշակի նպատակներ ենք սահմանում ու արդեն մոտավորապես գիտենք, թե ինչ սպասել։ Ահա իմ անձնական դիրքորոշումը, որ եթե մարդը մեկ տարվա համար է նպատակներ սահմանում, դա ոնց որ սովորություն լինի։ Սկզբունքորեն չեմ կարծում, որ ես դրան կձգտեմ։
Այսինքն այն նպատակները, որոնք դուք սահմանել եք տարվա համար կամ որոնք ես եմ սահմանել տարվա համար, այս ռեժիմը համարում եմ մի բան, որը տեղի կունենա 100%-ով, լավ, գումարած հանած 10%, չգիտեմ։ Այսինքն գուցե դա տեղի ունենա մի փոքր ուշ, գուցե 1.5 տարի հետո, բայց այսպես թե այնպես, եթե հավատում ես, որ դա տեղի կունենա 100%-ով, բայց նպատակները արդեն 2, 3, 5 տարի առաջ են դրվում ավելի լավ։ Սա արդեն որոշ չափով մի տեսակ կյանքի ռազմավարություն է դառնում։ Եվ եթե դուք ունեք նպատակներ, որոնք գերազանցում են 5, 7 կամ 10 տարին, ապա սա արդեն որոշակի ուղի է։ Ու որքան հեռու են ձեր նպատակները այսօրվանից, այնքան ավելի անորոշ պետք է լինեն դրանք, քանի որ դուք չեք կարող հստակ նպատակներ սահմանել այսօրվանից 10 տարի առաջ։ Հաճախ մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը։ Բայց եթե մենք այս նպատակները դնենք, ապա մենք սկսում ենք գրել մեր սեփական սցենարը եւ կարծես որոշ ուղերձներ ենք հղում տիեզերքին այն մասին, թե ինչպես կցանկանայինք, որ իրադարձությունները տեղի ունենան մեր կյանքում։ Սա է ուղերձը, բայց նայեք, ես հիմա չեմ խոսում միստիցիզմի կամ մոգության կախարդանքի մասին, բայց միևնույնն է, մենք խոսում ենք այն մասին, որ եթե դուք նպատակ եք դնում, դա նշանակում է, որ ձեր ենթագիտակցությունը արդեն գիտի, թե ինչ եք ուզում։ Համապատասխանաբար այն սկսում է օգնել ձեզ աշխարհի գրքերից, տարբեր տեղեկություններ քաղել, ուրիշ տեղերից, չգիտեմ, որոշ դասընթացներից, այլ ռեսուրսներ դրան հասնելու համար։ Գիտակցությունը նախատեսված է այս նպատակի համար, այնքան պարզ։ Համապատասխանաբար, եթե դուք նպատակներ չունեք, ապա անգիտակցաբար այն չի ստանում անհրաժեշտ ազդանշանը։ Այն մասին, թե ինչին պետք է նա հասնի։ Սա իրականում շատ կարևոր բան է, ուստի կարևորությունը չեղյալ է հայտարարվում։ Եվ այսպիսով մենք սահուն կերպով անցնենք կարիքների թեմային։ Կարիքը մեր հոգեկանի այս երևույթներից մեկն է, գենետիկա է։ Այսինքն այս բաները պետք է անպայման տեղի ունենան։ Դրանք պետք է անպայման բավարարվեն։ Այսինքն եթե մարդը գոհ է, մարդը սկզբունքորեն չի կարող երջանիկ լինել, եթե կարիքները բավարարված չեն։ Համապատասխանաբար, եթե որոշ կարիքներ բավարարվում են, իսկ որոշները ոչ, նա նույնպես չի կարող երջանիկ լինել։ Եվ այդ դեպքում առաջանում է հենց այն նվերանգը, որը Ֆրեյդը անվանել էր սուբլիմացիա, փոխարինում։ Այսինքն, երբ մենք ուզում ենք փակել մյուս կարիքներով ուրիշ կարիքների օգնությամբ, եւ մակերեսային հայացքից թվում է, թե ամեն ինչ լավ է աշխատում, բայց այդպես չէ։ Դուք չեք կարող որևէ այլ կարիք ստանալ մյուսի հաշվին։ Եւ մենք հիմա կվերլուծենք սա, կնայենք, թե ինչպիսին է կարիքների հիերարխիան այստեղ, որը հատկացվում է այս։ Առաջինը ֆիզիոլոգիական կարիքներն են։ Ուրեմն սա հարաբերություն, սնունդ, անվտանգություն, տանիք գլխավերևում։ Սա քո արդեն տունն է ու ինչ-որ անվտանգության ծառայություն ոնց որ լինի, տիկնիկ լինի։ Ինչ-որ ֆինանսական անվտանգության բարձր։ Եվ սովորաբար ձեզ անվտանգություն պաշտպանություն տալի։ Հիմա երբ այս կարիքները ֆիզիոլոգիապես բավարարված են եւ մարդը անվտանգ է անցման ընթացքում, այսինքն եկեք այլ կերպ ասենք։ Նրա առջև բացվում են նոր կարիքներ։ Պիրամիդը կառուցված է այնպես, որ երբ դուք բավարարել եք նախորդ կարիքները, միայն այդ դեպքում են բացվում նորերը։ Համապատասխանաբար մարդու համար դժվար է մտածել հոգևորականության մասին, երբ նա անվտանգ է։ Եվ անվտանգ չէ, եւ նրա ֆիզիոլոգիական կարիքները չեն բավարարում։ Կհամաձայնեք։ Իսկապես դժվար է։ Դա է երկրորդ կարիքը, ուրիշների կողմից սիրո եւ ճանաչման կարիքը։ Այս փուլում մարդու համար կարևոր է ճանաչվել եւ սիրվել ուրիշների կողմից։ Եվ երբ նա բավարար քանակությամբ սեր է ստանում նախ ընտանիքում, ապա հասարակության մեջ,
նա սկսում է ինքնահարգանքը, այսինքն ինքդ քեզ եւ ուրիշների սերը ու ճանաչումը հարգելը։ Դա հիմքն է ինքդ քեզ հարգելու համար։ Եվ այս կարիքը այն բացվում է կրկին, երբ արդեն կուշտ ես ուրիշների ճանաչումից։ Այսպիսով սա է առողջ ինքնագնահատականի հիմքը։ Ավելին, երբ բավարարվում է 4-րդ կարիքը, ինքնագնահատականի կարիքը, միայն այդ դեպքում է ի հայտ է գալիս ավելի շատ գեղագիտական տեղեկատվության կարիքը եւ այս ամենը վերածվում է ստեղծագործականության։ Մարդը կարող է ստեղծագործել միայն այն դեպքում, երբ իր նախկին կարիքները սկզբունքորեն բավարարված են։ Բայց ահա մի շատ հետաքրքիր կետ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն հաշվարկել, թե որքանով են բավարարված իր կարիքները։ Այսինքն սա ուժը սուբյեկտիվ գնահատական է։ Այսինքն մենք չենք կարող ասել, օրինակ, մեկին ունի բավարարված կարիք, թե չէ, բայց նա ինքը, այսինքն մարդը ինքը իրեն դիտարկում է հիմնվելով իր սեփական արժեքների եւ չափանիշների համակարգի վրա, որքանով են նրա կարիքները բավարարվում։ Այսինքն մեկ մարդու համար, ասենք 2000 եվրոն, մյուսի 1000 բավարար է ապրելու համար, իսկ մեկ ուրիշի համար 10000-ը։ Ունակասի մեկին, ում համար 10-ը բավարար չէ, որ նյութական իրերի նկատմամբ իմ կարիքը բավարարում չի ստանում։ Ես դեռ բավականաչափ անվտանգ չեմ։ Եվ երբ այս կարիքները բավարարվում են, մարդը բացվում է այն բանի հանդեպ, ինչ ես արդեն ասացի կարիքների մասին։ Ամենաթարմացվածը ինքնաճանաչումը։ Եվ ինքնին ինքնաիրականացումը հենց սեփական առաքելության, սեփական նպատակի գիտակցման մասին է։ Եվ սա է այն, ինչին ես նկատի ունեմ։ Կարիքները ունեն այնպիսի բան, ինչպիսին է չփոշոտվածությունը։ Այսինքն, երբ դրանք գենետիկորեն ունենք որոշ սղոսներ կան անգիտակից ցանկություններ, բայց դուք դրանք լիովին չունեք։ Դուք հասկանում եք, թե ճիշտ ինչ եք ուզում։ Եվ այդ դեպքում մենք ասում ենք, որ կարիքը գտնվում է ենթակավիճակից դուրս։ Այսինքն կարիքը պահանջում է ենթական։ Այսպիսով այս թեման մարշական աշխատանք է։ Եվ սա հատկապես նպատակներն են, քանի որ նպատակը ձեր ներքին կարիքների իրականացման արտաքին ցուցիչն է։ Դուք կարող եք նույնիսկ գրի առնել այս։ Այսինքն նպատակը արտաքինն է եւ ձեր ներքին կարիքների իրականացման համար։ Համապատասխանաբար այն մարդիկ, ովքեր նպատակներ են դնում, գրի են առնում նպատակները եւ աշխատում են նպատակները։ Մարզիչների դեպքում նրանք անշուշտ ապահովում են իրենց կարիքների ավելի մեծ մասը եւ մենք չենք խոսում միայն իրական կարիքների մասին։ Սա կարող է լինել առողջություն, կարող է լինել հոգեբանորեն հարմարավետ հոգեվիճակ, դա կարող է լինել հարաբերություններ եւ այլն եւ այլն։ Մարզչական աշխատանքին կարող են մասնակցել բազմաթիվ տարբեր բաներ։ Եվ իհարկե այն բոլորովին այլ նպատակներ է սահմանում, բայց ես ուզում եմ, որ դուք հստակ հասկանաք, թե ինչ է նպատակը։ Եվ հիմա եկեք կապենք այս ամենը։ Պարզվում է, որ երբ մարդը ներքին կերպով ունի այն, դա առաքելությունը, այսինքն նպատակային է, բայց դա չի գիտակցում, ինչը նշանակում է, որ նա ունի ինքնաիրացման կարիք, ինքնաիրացման մեջ, բայց դա դեռևս օբյեկտիվ չէ, քանի որ կա որոշակի աղմուկ, այլ կարիքների աղմուկ, ինչ որ բան քեզ հետ է քաշում։ Դուք ներքին լսողական երկխոսություն ունեք, այն մասին, թե արդյոք ուրիշները ընդունում են ձեզ, թե ոչ, եւ արդյոք դուք բավարար գումար ունեք, լավ հարաբերություններ ունեք, դուք ապրում եք ճիշտ մարդու հետ, եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը մի տեսակ ֆոն ոնց որ լինի, աղմուկ։ Ամենաբարձր կարիքի ինքնաիրացման, այսինքն մարդու ներքին ուժի, ներուժի բացահայտման համար։ Այսինքն, եւ մենք խոսում ենք այն մասին, որ այս ներքին ներուժը գոյություն ունի սկզբից։ Յուրաքանչյուր մարդու մոտ այն նախատեսված է ինչ-որ բանի համար։ Նա այս աշխարհում ունի իր սեփական տեղը, որտեղ կարող է բացվել եւ ինքնադրսևորվել։ Գիտեք, թե ինչպես է ծաղիկը ծաղկում։ Դե չնայած նա դեռ փոքր է, նա դեռ չի գիտակցել իրեն։
Եվ երբ այն բացվում է, այն ցույց է տալիս իր ողջ գեղեցկությունը։ Եվ այսպես տարբեր մարդիկ հասնում են ինքնաիրացման այս վիճակին իրենց կյանքի տարբեր ժամանակահատվածներում։ Բայց ինչպես արդեն հասկանում եք, իհարկե դրա համար անհրաժեշտ է որոշակի կյանքի փորձ։ 20 տարի, 25 տարի, 30, գուցե 40, այսպես թե այնպես։ Այստեղ հետաքրքիր բաներ կան եւ փաստը այն է, որ կարիքները ունեն այսպիսի ռոտացիոն ֆունկցիա, այսինքն երբ մեկը բավարարվում է, մեկ ուրիշը զբաղեցնում է դրա տեղը։ Եվ համապատասխանաբար այս պտտական մեխանիզմը ազդում է արժեքների վերագնահատման գործընթացի վրա, որ մարդը կյանքի ընթացքում ապրում է մոտավորապես 7-8 անգամ, այսինքն տարբեր մակարդակներ։ Մարդը անցնում է դրանց միջով, քանի որ ինչ որ կերպ ձևավորվում է, օրինակ 20 կամ 16 տարեկան հասակում առաջինը ասենք, հետո 30-ի ժամանակ, հետո 40-ի ժամանակ։ Սա նոր բան է, որը կարևոր է դառնում ձեր համար։ Եվ դրանից առաջ տեղի ունեցածը այս հմտությունն է արդեն, էլի կարևորը։ Եվ սա պտույտն է։ Լավ, եկեք շարունակենք։ Համապատասխանաբար մենք ունենք կարիքներ, դրանք գտնվում են այդպիսի անգիտակից վիճակում, եւ ասենք, որ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր կարիքները, ասենք, պետք է իրականացվեն։ Եվ սա մեր նպատակն է։ Եվ հիմա մենք կծանոթանանք, թե ինչ է դա։ Ինքնաճանաչման այս մոտիվացիաներից մի քանիսը եւ այստեղ փոխվելու համար մեր նպատակը հասկանալու համար մենք ներկայացնում ենք այնպիսի հասկացություն, ինչպիսին է կոչը, որ զանգ, ներսից է սա, մեզ կանչում է ներսից, կամ ինչին կյանքն ինքնին է մեզ կանչում։ Եվ հիմա մենք արդեն սկսում ենք մի փոքր ավելի խորանալ այս գիտակցականի, այս անգիտակից կամ անգիտակից կարիքների թեմայի մեջ։ Քանի որ երբ մենք խոսում ենք արժեքների եւ կարիքների նման բանի մասին, այն միշտ գտնվում է անգիտակցականում, այսինքն անգիտակցական դաշտում, որտեղ մենք հասկանում ենք ինչ որ բան ենք ուզում, այո, ինչ որ ցանկություններ։ Այո, մենք մեկը ունենք, վաղը մյուսը կունենանք, ուրիշ բան ենք ուզում, բայց այսպես թե այնպես անմիջապես ասել ինչի եմ ես դատապարտված որպես մարդ, իհարկե դժվար է։ Նույնիսկ եթե նա արդեն մեկ անգամ արել է դա։ Հիմա եթե դուք ինձ հարցնեք իմ նպատակի մասին, ես պետք է որոշ ժամանակ մտածեմ, քանի որ մի ժամանակ դա մեկ բան էր, իսկ որոշ ժամանակ անց այն վերափոխվեց եւ աճեց, դառնալով ավելի մեծ բան։ Ահա թե ինչ է տեղի ունենում, բայց զարգացման ընդհանուր սյուժետային գիծը մնում է նույնը, այսինքն ընդհանուր կետը, ընդհանուր ուղղությունը մնում է նույնը։ Այսպիսով կան 4 եղանակ, ինքներդ ձեզ ինքնաճանաչման համար մոտիվացնելու համար։ Առաջինը օրհնությունը, օրհնված է կամ տաղանդ է։ Այսինքն խոսքը այն մասին է, որ մարդը արդեն իսկ գենետիկորեն որոշակի տաղանդ ունի։ Նա նախատրամադրված է ինչ-որ մի բանի, կամ գուցե նա մանկուց զարգացած որոշ հետաքրքիր ունակություններ ունի։ Եվ նա ներդրում է ունեցել։ Եվ նրա, ասենք, ծնողները, օրինակ, նա լավ է նվագում, դաշնամուր, նա լավ լսողություն ունի, կամ նկարչության մեջ նկարել է, ստեղծագործականություն է։ Այսինքն սա մի տեսակ տաղանդ է, որը արդեն իսկ նրա մեջ էր։ Եվ այստեղ մի կողմից կա երկու բան, սա գենետիկա է, մեկ այլ կողմից սա անկալման ուղիների զարգացումն է վաղ մանկության ժամանակում։ Այսինքն եթե մարդուն արդեն ինչ-որ բան են սովորեցնում 3 տարեկանում, օրինակ գրել, կարդալ, կամ մտածեք մի փոքր ուշ, այդ դեպքում այն ավելի արագ կզարգանա, նրա անկալման ալիքները։ Եթե դրանք օգտագործվել են, կա տեսողական ալիք եւ այլն, եւ ահա տաղանդը, այն ավելի արագ կզարգանա։ Եվ յուրաքանչյուր մարդ ունի այն։ Մենք ասում ենք, որ լավ կամ շատ մարդիկ տաղանդ ունեն։ Այս 4 տեսակի մոտիվացիան որոշակի շեշտադրում է, այսինքն ինչի վրա կարող ենք շեշտ դնել։ Ձեր որոշ հակումների մասին կամ դրանց մասին խոսել է եւ այս մոտիվացիայի հիման վրա։
մենք արդեն կարող ենք ավելի մանրամասը փնտրել զանգը, կոչը։ Եվ այն կենթարկեն որոշակի նպատակի, այսինքն այսօր մեր ունեցած ուղին այսպիսին կլինի։ Երկրորդը մոտիկից է, թե սրտից, այսինքն սա նշանակում է, որ դուք սիրում եք ինչ-որ բան անել, եւ հիմա սկսում եք վերլուծել ինքներդ ձեզ այս տեսանկյունից։ Ինչ տաղանդներ կա արդյոք ինչ-որ բան, որը ես հաճույքով եմ անում։ Կամ քաշվում եք երևի։ Հիմա երբ ինչ-որ բան եմ անում, դա ինձ շատ դուր է գալիս։ Չգիտեմ, հնարավոր է մենք ամեն ինչ պատրաստում ենք։ Ասենք մեկը դահուկներով ասայելու, մյուսը, չգիտեմ, նկարելու է, չգիտեմ, կարա տարբեր լինի։ Այսինքն կարող ենք մի փոքր վերլուծել ինքներս մեզ։ Հիմա զայրացած թե վերափոխված։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ այս աշխարհում ինչ-որ բան քեզ դուր չի գալիս։ Եվ դու պատրաստ ես դրան դեմ պայքարել։ Օրինակ, քեզ դուր չի գալիս աղքատությունը, կամ քեզ դուր չի գալիս, ասենք, որ շատ է այն, այս աշխարհում անարդարություն կա, եւ դուք սկսում եք ինչ-որ կերպ պայքարել այս անարդարության դեմ։ Ստեղծում եք ինչ-որ կոալիցիա, ստեղծում եք նման մտածող մարդկանց ինչ-որ համայնք։ Սկզբում դա կարող է լինել միայն ձեր ծանոթ ընկերը։ Հետո դուք այնտեղ խումբ եք ստեղծում եւ հետո ամեն ինչ սկսվում է։ Ինչ-ինչ պատճառներով ինչ-որ կերպ ինքնին այն վերածվում է ինչ-որ բանի։ Այսպիսով մենք ունենք 3 դրդապատճառ՝ սրտից բխող, տաղանդ, բարեփոխում։ Այսինքն ես ուզում եմ ինչ-որ բան փոխել այս աշխարհում։ Ասենք, որ այսօր ես ունեմ բարեփոխումների ուժեղ մոտիվացիա։ Այո, այսինքն ես համաձայն չեմ այն փաստի հետ, որ մարդիկ ուտում են օրինակ կենթանական սպիտակուց։ Կամ համաձայն չեմ այն փաստի հետ, որ մարդիկ հիվանդանում են եւ օգտագործում են դեղամիջոցներ, որոնք չեն բուժում նրանց։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Այո, այսինքն բարեփոխումների մոտիվացիան ինձ մոտ արթնանում է եւ ես վերցնում եւ ստեղծում եմ այս թեմայով ինչ-որ նախագծային կենտրոն ու սկսում եմ ակտիվորեն գործել, որքանով հնարավոր է շատ մարդկանց օգնելու համար։ Քրոնիկ հիվանդությունների մասին, քանի որ ես գիտեմ, թե ինչպես դա անել առանց դեղագործության։ Այստեղ սա այն բարեփոխումների օրինակն է, որի միջով ինչ-որ մեկը անցնում է։ Կամ քաղաքականությունը, քանի որ նա մեկը համաձայն չէ իր երկրում կատարվողի հետ, նա ստանում է որոշակի կրթություն, սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ Որոշ օրենքներ գրելը կամ նոր օրենքների ստեղծմանը մասնակցելը, դա արդեն առաքելություն է։ Սա արդեն նպատակ է։ Այսինքն այս մոտիվացիայով դուք կարող եք հիանալի կերպով իրականացնել ինքներդ ձեզ։ Եվ սա կարող է արվել ձեր կյանքի մնացած մասի համար։ Հաջորդը սկավառակը խցանված է վերքից, առաջացած վնասվածքից։ Այստեղ խոսքը այն մասին է, որ մարդը կարող է կյանքում որևէ վերք ունենալ, որևէ տրավմա կամ առողջական խնդիր, կամ օրինակ հոգեբանական տրավմա, նա դա շատ լավ կարգավորում է, հաղթահարում է, օրինակ հոգեբանական բուժում է իրեն, այսինքն հոգեթերապևտի օգնությամբ, ինչ-որ այլ բանի օգնությամբ, կամ ինչ-որ ավանդական մեթոդների օգնությամբ, կամ գնում է Տիբետ, չգիտեմ, Չինաստան, վերականգնում է իր առողջությունը ու սկսում է ուրիշներին սովորեցնել սա։ Ու մարդիկ հետևում են այդ մարդկանց, բայց այստեղ կա մի շատ կարևոր կետ։ Երբ խոսքը վերքի եւ վնասվածքի մասին է, դուք կսկսեք լավ գործել, երբ դրանց հետ հստակ գործ ունենաք։ Դուք ունենաք հստակ համակարգ, դուք հաղթահարել եք արդեն։ Կկարողանաք նկարագրել այս համակարգը, ստեղծել ձեր սեփական ծրագիրը եւ գործել այս ծրագրով։ Դե կամ հրապարակավ, կամ գիրք կարա գրեք, վերջը։ Այնուհետև դուք ստեղծում եք ինչ-որ գիրք։ Օգտագործեք որոշակի հոգեբանական կամ առողջության բարելավման մոդելներ եւ դուրս եկեք աշխարհ դրանցով հանդերձ։ Տենց էլ կարող է։ Ինչ-որ կայք կարաք բացեք։ Օրինակ այս ամենը արվում է մոտավորապես այսպիսի բաներով եւ այսպիսի մոտիվացիաներով։
Եվ այստեղ արդեն 4 հարց կա։ Դուք կարող եք այդ հարցերին պատասխանեք ուշ, վերլուծեք, քանի որ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչն է այստեղ կարևոր։ Այս մոտիվացիայի 4 տեսակները հաճախ միաժամանակ են առաջանում մարդկանց մոտ։ Դրանք անմիջապես առկա են կամ կարող է լինել որոշակի հաջորդականությամբ։ Ու մոտիվացիայի այս տեսակները նույնպես ունեն ռոտացիա, այսինքն հիմա մեկը գերիշխող է, մյուսը երկրորդ տեղում, մյուսը երրորդ տեղում, իսկ մյուսը չորրորդ տեղում, կամ ընդհանրապես մեկը կարող է գոյություն չունենալ, օրինակ ես վնասվածք չունեմ, ասենք։ Բայց աշխարհում կա մի բան, որը ես չեմ սիրում, եւ կա նաեւ մի բան, որը ես սիրում եմ անել։ Եվ ես ունեմ որոշ տաղանդ։ Ահա թե ինչպես է լինում եւ գուցե նրանցից մեկը տվյալ պահին գերիշխող լինի։ Ինչն է ժամանակի մեջ պահը։ Ներկայիս 5, 7, 10 տարիների համար, երբեմն 15 տարի, երբեմն 20, որովհետև կարող ես 10-20 տարի աշխատել մեկ մոտիվացիայի վրա, ապա քո կյանքում կկատարվի ինչ-որ այլ բան, կկատարվի արժեքների վերագնահատման մեկ դուռ, եւ սա մոտիվացիա է։ Ամեն ինչ կփոխվի։ Եվ սա կտեղափոխվի ձեր սեփական նպատակի որոշակի միասնական համակարգի մեջ։ Եվ այս նպատակը հասկանալու համար նախ պետք է պատասխանել այս հարցերին։ Ապա կլինեն ուրիշ հարցեր։ Ինչպես կարող ենք տեսնել այս տեսակի մոտիվացիաները մարմնավորված են կոչի մեջ։ Ինչպես արդեն ասացի, սա մեզ կոչում ստեղծել ինչ-որ լավ բան անելու այս աշխարհում։ Սրանք մեր ճակատագրի սկիզբն են։ Սա է մեզ կոչում ասելու։ Այսպիսով մենք կարող ենք երբեմն գիտակցել դա, կամ կարող ենք չգիտակցել դա, բայց կարող ենք պարզապես ինչ-որ կերպ զգալ դա։ Այո, զգացեք դա, ինտուիտիվ կերպով կարող ենք զգալ։ Դե այսպես թե այնպես յուրաքանչյուր մարդ ունի այն, եւ այն ի հայտ է եկել նրանց մոտ կյանքի որոշակի ժամանակահատվածներում։ Սա շատ կարևոր բան է, այսպիսով հարցեր։ Կարող ես նորից դրանք գրի առնել եւ հետո պատասխանել։ Փորձեք պատասխանեք այս հարցերին։ Երբ եմ դրանք կարդալու եւ մեկնաբանելու։ Առաջին հարցն է. ո՞րն է քո կոչումը։ Գուցե ինչ-որ մեկը արդեն գիտի, թե ինչ է իր կոչումը։ Ինչն է նրան ներսից կանչում, որպեսզի դուք իսկապես ցանկանաք ստեղծագործել այս աշխարհում, եթե սահմանափակումներ չունենայիք դա անել։ Ինչու դու շատ լավ կանեիր եւ հաճախ սա հենց այլ մարդկանց հետ կապված է, քանի որ դե երբ մարդը ամեն ինչ անում է միայն իր համար, դա նշանակում է, որ նա պարզապես բավարարում է իր առաջնային կարիքները, որոնց մասին մենք նոր անցանք, եւ նա դեռ չի հասել ինքնաիրացման, նա դեռ պատրաստ չէ տալ։ Կա եւս մեկ շատ հետաքրքիր բան, սա տալու եւ վերցնելու միջև հավաշ Օրինակ երեխան, մինչև 12 տարեկանը նա ավելի ակտիվ կլինի վերցնելու, թե տալու մեջ։ Իհարկե վերցնելու, որովհետև դեռ ոչինչ չունի տալու։ Նա կցանկանար գուցե, բայց առայժմ իրականում ոչինչ չկա, նա դեռ կյանքի փորձ չունի, նա նյութական հիմք չունի, նա շատ քիչ գիտելիքներ ունի, որոնք կարող էր կիսվել այդ մարդկանց հետ։ Եվ համապատասխանաբար որոշ ժամանակ անց, երբ նա կուտակում է այդ ամենը, սկսում է տալ։ Կգա ժամանակը եւ նա պետք է անցնի տալուն։ Եվ երբեմն ցավոք դա չի անցնում։ Սա մի խնդիր է, որը առաջանում է կամ բնութագրվում է, կամ կոչվում է բնավորության որոշակի կոշտություն։ Այնպիսի չորացած մտածողություն, որտեղ մարդը խրվում է միայն մեկի մեջ։ Բայց սա նույնպես, եթե երեխան քանդվում է կամ վերցնելու կամ տալու մեջ, հավասարակշռությունը տալու հետ, ապա նա չի անցնում մյուսին։ Եվ համապատասխանաբար
ամբողջ կյանքը կանցկացնի ուրիշների մասին հոգ տանելով, չգիտակցելով իր սեփական կարիքները։ Եվ դա ողբերգություն է, որը մարդը խրվում է միայն տալու սովորության մեջ, ինչը որ ես սկզբից ասում էի իմ մասին։ Հիմա մի հարց, ինչ եք կարծում, որպեսզի մարդը գիտակցի իր ճակատագիրը, որտեղ պետք է վերցնի կամ որտեղ պետք է տա։ Դեռևս մեջտեղում, ահա թե որտեղ է այն պետք գալիս։ Այո, ճիշտ է, որ այն պետք է լինի իհարկե հավասարակշռության մեջ, եւ այս հավասարակշռությունը, գիտեք, տատանվում է, այսինքն կար ժամանակով հիմա ես տալիս եմ, հետո վերցնում եմ, հետո տալիս եմ, հետո վերցնում եմ, այսինքն դա կար ժամանակահատված է, որի ընթացքում ես մի փոքր վազում եմ այս կողմ այն կողմ, բայց ընդհանուր առմամբ ես բաց եմ ծառայելու համար։ Հակառակ դեպքում այս կյանքը լավ, հատկապես լիճ է իմաստով։ Երբ մենք աշխատում ենք որևէ աշխատանքում, մենք այնուամենայնիվ արտադրում ենք այս կամ այն ապրանքը կամ ինչ որ այլ մարդկանց համար։ Այսինքն անկախ նրանից ձեզ դուր է գալիս, թե ոչ, դուք դրա համար վարձատրվում եք։ Բայց դա անում եք ուրիշների համար։ Եվ այսպես եթե դուք ձեր սիրտն ու հոգին եք դնում ձեր աշխատանքի մեջ, ապա սա հենց այն պահն է, երբ դուք տալիս եք, այսինքն անում եք մի փոքր ավելի, քան ձեզ վճարում են։ Չգիտեմ, ինչպես կարելի է գնահատել դա, իհարկե, այո, բայց հավանաբար ապրանքների առումով, ձեր արտադրանքի առումով, որը դուք արտադրում եք, որը դուք տալիս եք այլ մարդկանց, նույնիսկ փողի դիմաց, որովհետև փողի դիմաց կարող եք արտադրել տարբեր ապրանքներ, բարձրորակ, որոշները ցածրորակ, եւ փոխաբերական իմաստով, եւ այն մարդիկ, ովքեր արտադրում են ցածրորակ ապրանք, հենց այդպես էլ նրանք չեն գիտակցում իրենց սեփական նպատակը, իրենց առաքելությունը, իրենց ներուժը, քանի որ միայն խուսափում են տալուց։ Իհարկե ես հասկանում եմ, որ գոյություն ունի բարեգործություն եւ որոշ բարեգործական հիմնադրամներ, բայց մարդկությանը ծառայելու համար պարտադիր չէ մասնակցել բարեգործական հիմնադրամների։ Դե ամենևին էլ անհրաժեշտ չէ դա։ Դուք կարող եք դա անել բոլորովին այլ ձևերով։ Կարող եք օգնել ձեր ընտանիքին, կարող եք գաղտնի օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին, օրինակ կարող եք անվճար ինչ-որ բան անել ձեր աշխատանքում գտնվող մեկի համար, եւ այլն։ Եվ ահա մի շատ կարևոր նրբերանգ։ Ոչ մեկին մի պատմեք այս մասին։ Պահեք սա ձեր եւ ձեր բարձրագույն ուժի միջև։ Սա շատ կարևոր է։ Այսինքն դուք բարի գործ եք անում եւ ոչ մեկին չեք պատմում։ Եվ այսպես է տեղի ունենում այս հոգեվոր մասի զգացումը ու զարգացումը։ Սա զարգացման գործիքներից մեկը, քանի որ երբ դուք էներգիա եք տալի աշխարհին եւ մի կիսվեք այս ուրախությամբ ոչ մեկի հետ, այն կմնա քո ներսում եւ կարծես միակը, ով կարող է գնահատել այն։ Եթե դուք չեք պատմել դրա մասին ուրիշներին, դա ձեր բարձրագույն ուժն է, անկախ նրանից, թե ինչպես եք այն անվանում, բայց եթե իհարկե դուք հավատում եք դրան։ Սա մի գաղափար է, որը շատ է օգնում։ Լավ, ինչպես կիմանանք, թե երբ են կատարում ձեր կոչումը, այսինքն ինչ չափանիշներ կարող են ասել, որ դուք գիտակցում եք ձեր կոչումը։ Այստեղ կարող եք գրել ձեր սեփական չափանիշներից մի քանիսը, այսինքն ինչպես եք դրանք հասկանում։ Սա կլինի մի տեսակ ճանապարհային քարտեզ։ Չէ, ավելի լավ, ավելի ճիշտ ճանապարհի վրա նշաններ, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությամբ։ Սրանք են հարցերը։ Գիտես, կարող ես հիմա դրանք գրի առնել, մի քիչ մտածել դրանց մասին եւ այս ձևաչափով բազմաթիվ մարզչական տարբեր տեսակի մարդկանց հետ մարդու նպատակը հասկանալու համար դա էլ միշտ այդպես է։ Երբ 95%-ում դա աշխատելն է, երբեմն ոչ անմիջապես, որովհետև մարդուն ժամանակ է պետք, որպեսզի այս բաները ըմբռնվեն նրա մեջ։ Հարցերը իրենք կձախողվեն, երբ մարդը հարց է տալիս, որը պետք է պատասխանի, եթե չի ըմբռնել։
ինչ որ կերպ պատասխան ստանալու համար պետք է պարզ տեսնել եւ հասունանալ, այնպես որ անհրաժեշտ չէ որևէ տեղ շտապել։ Այսինքն հիմա դրանց մասին կխոսենք։ Դուք դրանք կիմանաք անգիտակցաբար, ապա կկարդաք եւ կփորձեք պատասխանել դրանց ժամանակի ընթացքում։ Երբ դուք լսեցիք ձեր կանչը, այսինքն օրինակ 15 տարեկանում կամ 10 տարի առաջ, ես առաջին անգամ հասկացա, որ ունեմ որոշ առաջնորդական որակներ, երբ ունեի մոտ 9-10 տարեկան էի։ Գիտեք, բակի պարագլուխն էի։ Եվ նույնիսկ այդ ժամանակ ես հասկանում էի, որ մարդիկ հետևում են ինձ։ Այսինքն ես նման բան արեցի, հետո մոդելավորեցի։ Ահա թե ինչու մարդիկ հետևում են ինձ։ Եվ հիմա եթե հիշում եք, թե երբ եք առաջին անգամ տեսել մի բան, որը նման էր տաղանդի, չգիտեմ, մի բանի, որը կարող ես անել սրտից, կամ գուցե կա ինչ-որ այլ բան, ապա հիշեք, թե երբ դա առաջին անգամ պատահեց ձեզ հետ, ինչպիսին էին հետագա զանգերը, կանչերը։ Այսինքն առաջին անգամ դա ինչ-որ զանգ էր, օրինակ գուցե 15 կամ 20 տարեկանում ենթադրենք ծնողներդ են քեզ ասել գնա սովորի, որ ծրագրավորող դառնաս, կամ գնա սովորի բժիշկ կամ իրավաբան դառնալու համար, բայց դու անպայման ուզում էիր ընդունվել արվեստի դպրոց, դու ուզում էիր ուրիշ բան, եւ այն փաստը, որ դու ուզում էիր սա, հենց դա է պատճառը։ Այսինքն ծնողները կարծես ասում են ինչ պետք է, բայց կա մի մաս, որը դու ես ուզում, եւ սա է այն, ինչ դու ուզում ես, սա է ձեր կոչը, սա է այն, ինչը արդեն իսկ ներսից է։ Ավելին, ինչպես հրաժարվեցիք ձեր կոչումից, ինչպես հրաժարվեցիք ոսկուց, ինչ արեցիք դրա համար։ Դուք ժամանակին եք, սա այդպիսի մտավոր աշխատանք է, պետք է հարց տաք, ձեզ վերհիշեք, ինչպես հրաժարվեցիք։ Ենթադրենք գնացիք սովորելու իրավաբան դառնալու համար, երբ ուզում եք բոլորովին այլ բան։ Եվ այդ պահին դուք ինքներդ ձեզ դեմ գնացիք, բայց ձեր ծնողների թելադրանքով։ Ենթադրենք, որ կարող է լինի նաև այլ օրինակ։ Դուք ուզում եք բիզնեսով զբաղվել, բայց վախենում եք, որովհետև մտածում եք կսննկանաք, կամ գուցե ինչ-որ մեկը համոզել է ձեզ հրաժարվել։ Օրինակ, դու դա ուզում եք, բայց ձեզ համոզում էին, որ չեք կարա եւ այլն։ Դուք իսկապես ուզում եք ինչ-որ երազանք ունենաք, դուք ուզում եք սա ներդրել ապրանքի մեջ, վաճառել այն, կիսվել մարդկանց հետ եւ այլն, բայց չարեցիք։ Կամ ձեր շրջապատողները ինչ ասեցին ձեզ։ Դուք չհետևեցիք ձեր կոչման, այսինքն այն ինչ ձեր շուրջը սխալ է գնացել։ Սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը մերժում է իր կոչը։ Եվ նա, գիտեք, այս առումով ինքը իր դեմ է գնում։ Ինչ-որ բան սկսում է վատանալ նրա առողջության հետ, կամ կյանքում ինչ-որ կերպ ամեն ինչ այնպես չի ստացվում։ Դու հանդիպում ես սխալ մարդկանց, հնարավորությունները փակվում են, այսինքն դու հասկանում ես, որ ինտուիտիվ կերպով հասկանում ես, որ գնում ես սխալ ճանապարհով։ Իսկապես հնարավոր է սա գիտակցել։ Այո, իմ կյանքում եղել են պահեր, երբ ես անկասկած գիտեի, որ պետք է այնտեղ գնամ, բայց այնտեղ չգնացի։ Սա ինտուիցիա է։ Եվ ինչ հետևանքներ ունեցավ հրաժարվել, այսինքն ինչ պատահեց քեզ հետ, ինչ է կատարվում ձեր շրջապատի հետ, ձեր հետ, ինչ պատահեց քո առողջությանը, ինչ պատահեց քո ֆինանսներին, երբ հրաժարվեցիր քո սեփականից։ Որոշ մարդկանց համար դա իսկական ողբերգություն է, ինչ որ լուրջ առողջական խնդիր է առաջանում։ Ընկերներ կորցնելու մասին չգիտեմ, բայց սովորաբար լուրջ բաներ են պատահում, որոնք մարդ ունենում է ինքնին իր դեմ գնալու արդյունքում։ Որ մարդիկ են ձեր կոչման օրինակները։ Այսինքն կարող եք այստեղ գրել, բայց հիշեք 2 կամ 3 մարդկանց, ովքեր գիտակցել են հենց այդ նպատակը, որը դուք կցանկանայիք իրականացնել։
կամ որը դուք զգում եք, գուցե նույնիսկ հիմա, եւ գիտակցաբար մտածում եք դրա մասին։ Եկեք այս փուլում հարց տանք։ Այս բոլոր հարցերը նախկինում ներկան, դրանք ինչ-որ կերպ արձագանքում են քո ներքին աշխարհին, բայց կա ինչ-որ կապ, կա ինչ-որ ռեզոնանս, դու ինչ-որ բան հիշում ես։ Դուք կարող եք շատ ուժեղ ճնշել այն, ինչ այդքան ուզում էիք, բայց անընդհատ կթակի ձեր դռները հետևանքների մասին այս մտքերից եւ այլնի տեսքով եւ այլն։ Լավ, իսկ որ մարդիկ չեն ձեր ոսկե օրինակը, այսինքն լավ, ով ապրում է այլ կերպ, ոչ թե այնպես ինչպես դուք կցանկանայիք, ով չի գիտակցում իրեն, եւ դուք տեսնում եք այս երկու ուղղությունները հիմա, երկու հարցերը, եւ դրանք շատ են օգնում։ Դե ինչ որ կերպ վերախմբավորեք եւ ավելի հստակ հասկացեք, թե իրականում ինչն է ձերը, ինչ անել, եթե այն քոնը չէ, որը կցանկանայիր, դա այստեղ ապրելու համար հիմա, կամ կցանկանայիր նման լինել, այսինքն ոչ թե հենց մարդուն, այլ նրա գործունեությանը, այո, այսինքն նրան ինչով նա զբաղվում է, որը որ դուք էլ կցանկանայիք, կամ դուք հիանում եք մեկով, մտածեք, թե ինչու եք հիանում, ինչ հատկանիշներ ունի նա, ինչու եք հիանում այս մարդով, որոնք են նրա կոնկրետ գործողությունները եւ գտեք նույն մարդկանց, որոնցով չեք հիանում, որոնցով չեք ցանկանալ լինել այդպիսին։ Սա լավ է ու ավելի լավ է օգնում իմանալը։ Նայեք, թե ինչ հետաքրքիր բան կա ստե։ Ինչ դևեր են խանգարում ձեզ հետևել քոչին։ Այսինքն դևերը կացկածներ են, վախեր եւ սահմանափակող համոզմունքներ։ Սրանք ներքին դևերն են։ Կա եւ արտաքին դևեր։ Սրանք հարազատներ կամ ընկերներ, ովքեր ձեզ հուսահատեցնում են։ Նրանք, ովքեր խանգարում են ձեզ եւ ձեր ինքնաճանաչմանը, ասում են, որ դու հաջողության չես հասնի, ամեն ինչը անհետացություն է։ Նայեք աշխարհին։ Մաքուր բաժակի միջով հանեք վարդագույն ակնոցները։ Այո։ Իմացիր քո անելունը, կամ մարդիկ, որոնք ասում են դու կայրվես, կսննկանաս, հասկանում եք, չէ՞, ինչ կլինի, եթե քեզ համար չստացվի, ավելի զգույշ եղիր եւ այլն։ Գիտեք, թե շատերը ինչ են անում, այո, նրանք շատ դժվարություններ կրեցին եւ այս ճանապարհին եւ այլն։ Այսինքն, այս ամենը եթե սկսեք լսել, այն դառնում է ձեր դևերը, դևեր, որովհետև դուք սկսում եք լսել այն դառնում է ձեր ներքին դևը եւ ձևավորվում են կարծիքներ, համոզմունքներ եւ սահմանափակումներ, որի պատճառով ձեր համար ավելի դժվար է ինչ-որ բանի հասնել։ Այս փուլում մենք գրանցում ենք դևերին, ապա ռեսուրսները, ինչ ռեսուրսներ կարող են օգնել ձեր ճանապարհորդության ընթացքում։ Դե ինչ, ինքնադրսևորման կոչին տանող ճանապարհորդության վրա։ Այսինքն ռեսուրսները տեղեկատվություն են, նյութական ռեսուրսը, ժամանակը։ Եկեք կարգավորենք մեր ազատ ժամանակը։ Ես ինքս գիտեմ, թե ինչ է ինձ անհրաժեշտ իմ կոչման եւ նպատակի մեջ ինձ բացահայտելու համար։ Անհրաժեշտ է հանգստանալ եւ այսպես հանգստի ժամանակահատվածում ունենում եմ հենց այդ ռեսուրսը, որը ինձ անհրաժեշտ է ստեղծելու համար։ Այսինքն ես ստեղծագործում եմ եւ սովորաբար աշխատում եմ, երբ հանգստանում եմ։ Եվ հետո երբ աշխատում եմ, փոխանցում եմ այս ստեղծագործականությունը, բայց իմ դեպքում ձեզ համար մեկ ուրիշի համար դա կարող է տարբեր բան լինի։ Բայց դուք պետք է հասկանաք ամենակարևոր ռեսուրսներից մի քանիսը, որոնք ձեզ անհրաժեշտ են առաջ շարժվելու եւ ձեր ճակատագիրը իրականացնելու համար։ Որոշ մարդկանց համար շատ կարևոր է ուրիշների աջակցությունը։ Ինչպես օրինակ համախոհ մարդկանց ուժեղ թիմը։ Եվ սա շատ կարևոր է ինքնաճանաչման համար։ Դե հույսով եմ ամեն ինչ պարզ է։ Եթե ինչ-որ բան կա, կարաք գրեք կամ հարցնեք, եւ ես կպատասխանեմ։ Եվ հետո երբ դուք
պատասխանեք այդ բոլոր հարցերին, դուք մտածեք դրա մասին։ Կա որոշակի ռազմավարություն, որը կարող է օգնել ձեր կոչումը կատարելը։ Դուք ինքնաիրացման նպատակ եք սահմանում, մոդելը կոչվում է SMART, դրա համաձայն։ Ինչ է դա նշանակում։ SMART նշանակում է, որ այն պետք է լինի կոնկրետ, այսինքն կոնկրետ, այնուհետև այն պետք է չափելի լինի միջրասայական առումով, այնուհետև այն պետք է հասանելի լինի, եւ ինչ էր դա կամ տրակտարկներից, այսինքն բայց հուզականորեն գրավիչ։ Այն պետք է լինի իրատեսական եւ ժամանակային առումով սահմանափակված, այսինքն ժամանակի մեջ սահմանված։ Այստեղ դուք նպատակ եք դնում եւ ցանկալի է երկարաժամկետ բնույթի, ինչը կօգնի ձեզ իրականացնել ձեր կոչը։ Բայց նայեք, սա առայժմ կարող է բավականին ընդհանուր նպատակ լինել։ Օրինակ, ես ուզում եմ ինքնաիրականանալ այսինչ ձևով, այսինչ ժամանակին։ Եվ ինձ իրականացնելու չափանիշները այսինչն են։ Եվ դա կարելի է մոտավորապես այսպես նկարագրել։ Հաջորդը իրականության վերլուծությունն է։ Այսինքն դուք պետք է պարզապես գրի առնեք եւ շարադրեք ձեր կրթական հակումները, աշխատանքային փորձը, որոշ վկայականներ, հոբիներ, հետաքրքրություններ, արժեքներ, երազանքներ, չգիտեմ, ֆանտազիաներ, ինչն է ձեզ հետաքրքրում, որոշ հատուկ հմտություններ, որոշ հատուկ կարողություններ, եւ դուք այս ամբողջը կարողությունները գրում եք պարզապես որպես բնական երևույթ։ Փնտրեք այն, ինչին հավատում եք, ինչն է կարևոր ձեզ համար, ինչն է արժեքավոր ձեզ համար, առանց ինչի չեք կարող ապրել։ Դե չգիտեմ, բոլորն էլ իրենց բաները ունեն, մեկի համար մի բանն է կարևոր, մյուսի համար մեկ այլ բան։ Եվ հետո երբ դուք այս ամենը գրի եք առել, եւ հիմա որքան շատ եք այստեղ գրում, ինչքան շատ կարանաք, ավելի լավ։ Եվ դա նշանակում է, որ դուք արդեն շատ եք փորփրել ինքներդ ձեր մեջ, ոնց որ դուք արդեն լավ գիտեք ինքներդ ձեզ ու այս նպատակը արդեն կանգնած է շեմին եւ պատրաստ է առարկայացվելու եւ այն նախանշվում է որոշ կոնկրետ ձևերով 4-5 ռազմավարություն, դե երկարաժամկետ բնույթի կամ 4-5 կոնկրետ նպատակներ, որի օգնությամբ կամ դրանով դուք կարաք ինքնակատարելագործվել, կարող եք հայտնաբերել եւ չգիտեմ, հիմա երևի ասեմ պարզ կլինի, ով կարող է սա մարմնավորել զարգացման որ ոլորտներում եւ որ գործունեության ոլորտներում։ Ավելին, սա անհրաժեշտ չէ, օրինակ աշխատանքային գործունեությունում դուք ինքներդ ձեզ ասում եք, դե իմ աշխատանքը սկզբունքորեն ինձ համար ընդունելի է, բայց ես ունեմ մեկ բան, որը կիսում եմ, ասենք մի հոբբի, որը կցանկանայի ավելի զարգացնել եւ դրան ավելի շատ ժամանակ նվիրել։ Ու ինչ որ կերպ բացել այնտեղ եւ գիտեք ամենահետաքրքիրը այն է, որ այս հոբին որոշ ժամանակ անց կարող է դառնալ ձեր հիմնական զբաղմունքը եւ գուցե այն, որ ձեզ կապահովի ձեր հիմնական եկամուտով։ Լավագույն բիզնեսը հենց ձերն է, որը լավ եկամուտ է բերում, որովհետեւ սա այն է, ինչ դուք կանեք սրտից։ Վարպետը հաջողակ մարդ է, մարդ ով տաղանդավոր է այն բանում, ինչը անում է սրտից։ Միայն այս կերպ, բայց անհնար է ոնց որ փայտով հմտություն կորզել։ Տեսնում եք, այո, այսինքն սա հնարավոր չէ անել եւ այսօր ցավոք մեր արդյունաբերական աշխարհը կառուցված է այնպես, որ մենք պետք է մեր ժամանակը վաճառենք որոշ չնչին գումարի դիմաց։ Սա է նշանակում, երբ մեզ ստիպում են տեր լինել ճնշման տակ։ Դժբախտաբար, եթե ուզում եք վարպետ լինել եւ ոչ թե ճնշման տակ, միացեք ձեր զումին, կապվեք ձեր նպատակի հետ, ձեր տաղանդների հետ, ինչի դեմ եք այս աշխարհում, ինչ եք ուզում փոխել։ Հնարավոր է դուք ունեցել եք որոշ տրավմաներ կամ խնդիրներ, որոնք հաջողությամբ հաղթահարել եք, եւ այսօր դուք կարող եք այս ամենը ձևակերպել որոշակի ռազմավարության կամ ապրանքի եւ կիսվել դրանով այլ մարդկանց հետ։
Երրորդ կետը. իրականության հիման վրա նույնականացրեք ռազմավարական զարգացման 4-ից 5 ոլորտ, այսինքն զանգերի վերաբերյալ։ Նախորդ հարցերի համար դուք ապավինում եք իրականությանը եւ դուք ուրվագծում եք, թե ինչպես կարելի է այս 4-ից 5-ը կազմել։ Եվ սա պայմանական է, կարող է լինել 3 կամ 6, տարբեր տեսակի գործողությունները կարող են կապված լինել միմյանց հետ, կարող են կապված չլինել միմյանց հետ, կարող է լինել 1 կամ 2 գործողություն, գուցե ավելի լավ կլինի նախ գրել 5-6, զտել եւ ընտրել 1-ը կամ 2-ը։ Կամ երկրորդ տարբերակի դեպքում դուք գրում եք 5 եւ այս 5-ը զարգացման ամբողջական ուղի են առաջիկա տարիների համար։ Մի վախեցեք այս փուլում ինչ-որ սխալ անելու։ Երբ սկսեք դա անել, անկախ նրանից այս վարժությունը կատարում եք ինքնուրույն թե ինչ-որ մարզչի հետ, այս կամ այն կերպ դուք ինչ-որ բանի կհասնեք։ Եվ կարող է ոչ անմիջապես, բայց ամեն դեպքում, եթե ձեր նպատակի որոնումը արդեն սկսվել է, եւ եթե դուք այս վարպետության դասի մեջ եք, դա նշանակում է վաղ թե ուշ, եթե դուք մասնակցում եք, նշանակում է, որ վաղ թե ուշ այս նպատակը կձևավորվի ու կվերածվի կոնկրետ նպատակների, կոնկրետ ուղղություններով։ Հաջորդը, չորրորդ քայլում մենք վերլուծենք դրանցից յուրաքանչյուրը, փնտրելով դրական եւ բացասական կողմերը, եւ ես կավելացնեի այստեղ, որ լավ գաղափար կլինի մշակել ձեր սեփական չափանիշների համակարգը յուրաքանչյուր ոլորտը գնահատելու համար։ Ինչ է գնահատման չափանիշների համակարգը։ Սա նշանակում է, որ դուք գրեք, թե ինչն է ձեզ համար այսօր ամենակարևորը։ Օրինակ, կա առողջություն, օրինակ կան հարաբերություններ, կա անձնական աճ, կա ֆինանսներ, կան այդ 4 ամենակարևոր չափանիշները եւ որքան ֆինանս է գրի առնում, ինչ է անձնական ժողովը, ինչ է հոգեվոր զարգացումը, ինչն է առողջությունը ձեզ համար եւ նայեք այս գործունեության կամ այս ռազմավարական ուղղությանը, այն համապատասխանում է այս չափանիշներին։ Եվ եթե այո, ապա յուրաքանչյուր չափանիշի համար 0-ից մինչև 10-ը միավոր վեկալեք։ Քանի կետ է այն ընդգծում։ Օրինակ առողջությունը, եթե ես սա անեմ, դա կբարձրացնի իմ առողջությունը 0-ից մինչև 10-ը։ Իսկ ասենք շատ արժեքավոր է ինձ համար, ես այստեղ 8 միավոր եմ ստանում, ասենք, գնում։ Լավ։ Եվ այսպես շարունակ, քանի չափանիշ է անհրաժեշտ այստեղ։ Եկեք վերցնենք 5-ից 7 ամենակարևոր չափանիշներից եւ այսպես դուք սկսում եք հասկանալ, դուք իսկապես սկսում եք հասկանալ, թե ինչն է ձեզ համար ավելի կարևոր եւ ինչն է երկրորդական մյուսի համար։ Բացի այդ, ձեր մասին թղթի վրա գրված այս բոլոր նախկին տեղեկությունները դեր են խաղում այստեղ։ Եվ դա մի տեսակ արտացոլում է ձեր պատկերները։ Կարող ես նորից նայել այս թղթին եւ այնտեղ գրված կլինի, թե ինչ էր քեզ համար արժեքավոր, երբ առաջին անգամ գրեցիր։ Ինչ է սա ընդհանրապես, նայեք, ինչ հետաքրքիր բան է եւ դուք ինքներդ ձեզ հարցնում եք. գործունեությունը կամ ռազմավարական ուղղությունը համապատասխանում է իմ նպատակի իրականացմանը, թե ոչ։ Կամ նա չի արձագանքում, թե սա ճնշման տակ է, կամ ես պետք է գործեմ ըստ եղանակի, բայց չեմ ուզում։ Կրկին այստեղ մենք մասշտաբավորում ենք 0-ից մինչև 10-ը։ Ինչ վերաբերվում է հարցին, եթե դուք անկեղծորեն լավ կատարեք նման առաջադրանքը, շատ մեծ հավանականություն կա, որ դուք իրականում կհասնեք դրան, եւ ձեր ծրագիրը միայն մեկ նրբերանգ ունի։ Այստեղ գուցե վախենում եք փոխել ձեր կյանքը, բայց հետևեք այս ռազմավարական ուղղությանը։ Եվ ապա ձեզ անհրաժեշտ է աջակցություն կամ ինչ-որ այլ բան, ուղղությունը խմբագրելուց, վերլուծություն անելուց հետո որոշակի պլան ստեղծելու համար։ Դուք, որովհետև ստեղծում եք ձեր զարգացման պլան, այս ռազմավարությանը համապատասխան առաջ շարժվելու պլան։ Դա է հիմնականում։
Ավելին, եթե զգում եք, որ կա որոշակի դիմադրություն, ապա կարող եք հաղթահարել այդ դիմադրությունը, ինչ-որ հոգեբանի կամ ուրիշի հետ, բայց դուք արդեն հաստատ կիմանաք, որ ես սա եմ ուզում, բայց ներսումս դիմադրություն ունեմ, եւ սա արդեն կատարված աշխատանքի 90%-ն է, այդ մի քիչը կարելի է հաղթահարել։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև, ասենք, ես ամբողջ սրտով ու հոգով հավատում եմ, որ մարդը իր կյանքում մեկ օր անգամ պետք է չաշխատի։ Նա չպետք է աշխատի կամ պետք է ցանկանա, բայց մարդկանց ծառայելու համար։ Այսինքն նա պետք է ցանկանա ինչ-որ բան անել։ Պատկերացրեք, որ դուք աշխատում եք ձեր ամբողջ կյանքում ձեր համար, բայց եթե քո ժամանակը մեկ օրվա համար վաճառել ներողություն, հայր ջան, եթե ձեր ժամանակը մեկ օրվա համար վաճառել է, եթե ձեզ դուր չի գալիս, ինչ անում ես, դա ոնց որ աղետ լինի։ Մի բան, որը հասկանում ես ինքնաճանաչման նպատակին ու հակասում է։ Չես կարող երջանիկ լինել, որովհետև ժամանակից կեսը չես անում այն, ինչ որ դու ուզում ես։ Անկեղծ ասած չեմ կարծում, որ պետք է անես այն, ինչ չես ուզում։ Որպեսզի այն տեղավորվի այսօրվա մոդելի մեջ, դե այն հասարակությունը, որտեղ դուք եւ ես ապրում ենք, ունի այս տեխնիկան բոլորն էլ ունեն դրա համար եւ դրա համար կա մարզչական ծառայություն եւ որտեղ կարաք լինեք մարզչի հետ եւ աշխատեք ձեր վրա։ Դուք կստեղծեք հարցերի այնպիսի քանակ, այո, կրիտիկական զանգված, որը կհանգեցնի ձեր կյանքի նպատակներին։ Կյանքի նպատակներ եւ դրանք թույլ կտան ձեզ ոչ թե աշխատել, այլ անել այն, ինչ դուք եք ուզում։ Կամ շատ ավելի լավը դարձեք այն բանում, ինչը արդեն անում եք եւ ուզում եք անել։ Սա պարզ է, երևի։ Լավ, ներողամիտ եղեք, այսքան մցավները տանեմ։ Հույս ունեմ, համոզված եմ, եթե մեկը սրա մեջ խորանա ու սեն շարժվի, հաստատ օգուտներ կքաղեք։